Մինչև ռեստորանային բիզնեսին անցնելը ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, եղել եմ պետական ծառայող։ Անընդհատ ցկտել եմ որևէ բիզնեսով զբաղվել։ Հետո եկավ ժամանակ, երբ արդեն ես թողեցի այդ պետական պաշտոնը, փորձեցի զբաղվել հենց այս բիզնեսով, ես սկսեցի 2007 թվականից նման բիզնեսով զբաղվել։ Տարբեր տեղեր եմ սկսել ես, առաջին վայրը եղել է Ոսկեբլուրը ռեստորանային համալիրը, որտեղ կարող եմ ասել, որ դա իմ փորձն էր, որ այդտեղ փորձ ձեռք բերեցի։ Եվ այսպես սկսվեց իմ գործունեությունը ռեստորանային բիզնեսում։ Քաղաքում 3-4 ռեստորաններ եմ ես բացել եւ սկսել գործունեություն այնտեղ 0-ից, դա Կիլիկիա ռեստորանն է, Եռանկյունի ռեստորանն է եւ 2014 թվականից ես ղեկավարում եմ Դվին ռեստորանային համալիրը, 19 թվականից Անի ռեստորանը եւ իհարկե 1 տարի առաջ մենք բացել ենք, մոտավորապես 7-8 ամիս առաջ բացել ենք քաղաքում արդեն բավականին անուն ձեռք բերած Ջեմ ռեստորանը, որը իմ սեփականությունն է համարվում եւ ես այստեղ դրել եմ իմ հոգին ամբողջովին։ Արիո ժողովուրդ, բարգում, ոտներս խիրով, դու իշխել լավ տեղ է, նկարնային միշտ կայս կոմերը ճարալ է, իշխել տրիստիշնի է, Նախ ուսումնասիրելով տարածքը ես նկատեցի, որ սա լիովին համապատասխանում է Գյումրու ինտերիերին եւ եթե տուրիստական խմբեր ենք մենք ընդունում շատ, բոլորը որ գալիս են հիանում են, որովհետեւ սա հին Գյումրին է ներկայացնում, նախ ինքը ունի տարիք 147 տարեկան է ռեստորանը եւ այսօր մենք այս ռեստորանին հարիր նաեւ այդպիսի խոհանոց ենք ստեղծել, որը մեր Գյումրիում արդեն շատ սիրված եւ ճանաչված է։ Նամանավանդ հadouk ուտեստներ ունենք, որոնք քաղաքում միայն մենք ենք պատրաստում։ Ջեմը երկու բացատրություն ունի։ Ջեմը որպես ուտելիք համարվում է որպես սննդի օբյեկտ, այդ դրա համար ենք ջեմը անվանել, եւ երկրորդը, քանի որ այս ռեստորանում պետք է գործի կենդանի երաժշտություն ամեն օր, ինքը նաեւ երաժշտական տերմին է, իսկ ինչ է նշանակում, եթե ասենք տաղանդավոր մարդ է գալիս, որը երաժիշտ է, եւ ունակություն նվագելու որևէ գործիքի վրա, ջեմը դա է նշանակում, որ ինքը կարող է ազատ բարձրանալ բեմ եւ իր գործիքով նվագել եւ մատուցել մեր ժողովրդին։ Շատ ուրախ եմ, որ կրկին ելույթ պետք է ունենամ մեր սիրելի Լեննագանում։ Այսօրվա մեր ծրագիրը ժողովրդական երգեր են ու պարզ է բոլորիդ իմ երգերից են մեծամասնությամբ եւ ինձ հետ նվագում է մեր արգելի սիրելի խումբը, մի խոսքով ամեն ինչ լավ կլինի։ Կա խումբ, մեր մոտ գործող, շատ տաղանդավոր տղաներ են երաժիշտները, բոլոր գյումրեցիները ճանաչում են իրենց իհարկե, բայց հիմնականում այս տերմինը, քանի որ այս անվանումը նաև այդ տերմինն է նշանակում, կարող է ասենք մի լավ տաղանդավոր երաժիշտ կա այստեղ ասենք հաց ուտելու ու ցանկություն հայտնի իր տաղանդը ցույց տալու, մենք թույլ կտանք, խնդիր չկա։ Մենք ներկայացնում ենք live project-ը, համագործակցում ենք Ջեմ ռեստորանային համալիրի հետ, ներկայանում ենք փոքր կազմով, ստեղնաշար, պերկուշոն, ուտ եւ դուդուկ փողային գործիքներ։ Ունեցել ենք շատ համերգներ տարբեր տեղերում, բայց արդեն ամեն օր կարող եք ունկնդրել մեր փոքր կազմով live project-ի ելույթները Ջեմ ռեստորանային համալիրում։ Իմ գործունեության սկիզբը սկսվել իմ հաջողության գրավական ես կարող եմ համարել այն, որ
ես այսպես եմ մտածում ամենայն դեպս ամեն դեպքում, որ ես ունեմ լավ ընտանիք, այստեղից է սկսվել իմ հաջողությունները, ամուր ընտանիք ունեմ, լավ զավակներ ունեմ, շնորհալի, ունեմ տղա եւ դուստր։ Տղաս հիմա ինձ հետ նաեւ օգնում է Անի ռեստորանը աշխատացնելու գործում։ Կինս է մեր ռեստորանի չեմ ռեստորանի տնօրենը Հավրում է Ռուզաննա Սարգսյան անացերներից եւ ամուր ու լավ ընտանիք ունենալով հանդերձ ես կարող եմ ասել, որ ես հիմա ինձ համարում եմ հաջողակ գործարար, որովհետեւ եթե մարդու թիգուն ամուր է, ինքը արդեն իր գործերը ինձ թվում է, որ պետք է որ հաջող լինի։ Այսպիսով մենք սկսեցինք այս ռեստորանային բիզնեսի գործունեությունը եւ ինչու մենք ցանցեր ստեղծեցինք։ Սարգիսը Սարգսյան, ես նախ ինքը միշտ ինձ զարմացրել է իր գործունեությամբ, ինչպես է կարողանում աշխատեցնել 1, 2, 3 անգամ, մարդիկ այս դեպքում չեն կարող նույնիսկ մեկ օբյեկտ աշխատացնեն։ Ես զարմացած եմ Սարգիսի վրա եւ այնքան վարակիչ էներգիա ունի, որ ես կուզենայի, որ շատ մարդիկ վարակվեին դրանով։ Տվին ռեստորանային համալիրը համարում է քաղաքում միջոցառումների սրա, այստեղից սկսեմ, տվինից սկսեմ եւ ամբողջ հանրապետության մեջ ունենք մենք մի կարգախոս, որը հանրապետությունը ոչ մի ռեստորան չունի։ Դա համարվում է հարցնուպես են ցեզանից մնացածը մեզանից այս կարգախոսը, որը վերաբերում է միայն տվին ռեստորանին։ Սա շատ լուրջ հաշվարկների արդյունք է, որովհետև ցանկացած մարդ, որը օրինակ Երևանից, Հոկտեմբերյանից, Արմավիրից, Էջմիածնից մենք Տեկիրովականի, Վանաձորի եւ Սպիտակի մասին չեմ խոսում, որովհետև մշտական հաճախորդներ ունենք, բայց մարդիկ չէին հավատում, որ օրինակ Արմավիրից, Հոկտեմբերյանից, քաղաքից եւ աղջիկ եւ տղա մեր մոտ հարցնի կարեցին։ Ու մեզ էլ էր շատ հետաքրքիր օրինակ այդ հարսանիքը եւ իր տերերին, որ ծնողներին, որ հարցրեցին ոնց որ ընտրեցիք Գյումրին, հենց տվին ռեստորանը, իրենց պատասխանը շատ կարճ էր, հենց էր կարգախոսներ պատճառը, հարցնուպես է ցեզանից մնացածը մեզանից եւ շատ մաչելի քինը դրա հետ կապված, որ մենք որոշեցինք լոգիստիկան հաշվելուց հետո, լոգիստիկ հաշվարկումներից հետո որոշեցինք, որ տվինում անենք ավելի մեր վրա էժան կնստի, քանց ասենք Հոկտեմբերյանի որևէ տալիջում կամ թե չեմ խոսում արդեն Երևանի մասին, դուք գիտեք ընդեղած կները, Էջմիածնի կները, Երևանի կները։ Մենք ունենք 3 սրա, մեծ սրա սա է, հենց որը 400 անձի համար է նախատեսած, 400 մարդու համար է նախատեսած, ունենք միջին սրա, որը 170-ից 190 հոգու համար է նախատեսած, եւ ունենք փոքր սրա, մինչեւ 100 հոգու։ Այս ռեստորանում օրինակ մենք սննդի տալու կարգը որակի համար նախատեսած այդ որակը, որ պահում ենք, ամենաբարձր մագարտակի վրա ենք պահում։ Եւ կարող եմ ասել 100%-ով, որ իմ հաջողորդները այս ռեստորանի ոչ թե գոհ են գնում, այլ շատ գոհ են գնում, նույնիսկ այսպես ասեմ Facebook-յան էջերում, Instagram-յան էջերում իրենց մարդիկ, մենք նայում ենք, փնտրում ենք, միշտ ուսումնասիրում ենք, որ շատ նշումներ են կատարում մեր ռեստորանի համար, տվին ռեստորանի համար եւ հետաքրքիրն ու ուրախալին որն է, որ այդ շեշտումների մեջ, իրենց գրառումների մեջ նշում են, որ տվինը տարբերվում է բոլորից։ Տվինը ռեստորանը իր մոդեցումով, մատուցումով, սպասարկման առումով, սննդի որակի առումով, լիության առումով, այդ հարցնուպես են ձեզանից մնացած մեզանից այդ կարգախոսը, ինչ է իր մեջ պարունակում, մենք զույգերին տալիս ենք ամեն ինչ, ինչը հարսանիքին պետք է։ Տալիս ենք մեքենաներ, մի քանի, եւ լիմուզին ենք տալիս, եւ կաբրիոլետ ենք տալիս, Mercedes ենք տալիս, Yashig ենք տալիս, մեքենաները Mercedes։ Տալիս ենք հարսնացուի շորերը 6 խանութ ենք աշխատում քաղաքում, բարձր կարգի խանութներ են եւ լավ բարձր որակ են տալիս այդ խանութները։ Այդ խանութների մեջ ներառում է ամեն ինչ, որ արսիշորի հետ կապված է, ամեն ինչ, իր աքսեսուարները, ամտարոսիկներով, ամեն ինչով։ Տալիս ենք տորտ ենք տալիս, որը ամենաբարձր ցեխերից մեկի ենք աշխատում տորտի, կամելիայի ենք աշխատում։ Թամադայի ծառայություն ենք տալիս, ֆոտո-վիդեո նկարահանում ենք տալիս, որը կրանով ամեն ինչով տեսնում եք դուք այստեղ նկարը, պատկերը։ Ֆուրշետի ծառայություն ենք տալիս, որ եւ հարսի տանը եւ փեսայի տանը մեր մասնագետը կնում է եւ իր սեղանների հետ դասավորությունը բանամեն բարձր կարգի, բարձր մագարտակով կատարում է,
Տալիս ենք նաև այսօր նորություն ունենք բոլորի համար կենտանի երաժշտություն։ 7 հոգանոց խումբ է շատ պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ եւ բոլորը զարմանում են, թե մենք այս կան ծառայությունը, որ տալիս ենք, ոնց ենք տեղավորում այդ գումարի մեջ։ Ես նորից եմ ուզում եմ կրկնել, որ շատ փող չենք ուզում աշխատել, ուզում ենք քիչ լինի, այսպես ժողովրդական խոսք կա կատիլ լինի, ամեն օր թող լինի այդ կատիլը, այսօր փարկասու մեր մտածածը մեզ չի դավաճանել, այսպես ասեմ, սա տվել է իր արդյունքները, իր հաջողությունը մենք տեսել ենք այս մեր կարգախոսի եւ ամենակարևորը, որ մեր ժողովուրդը, մեր հաջախորդները մեզանից կոմնան, որ նոր մենք ապահովում ենք իրենց։ Անի ռեստորանը մեր քաղաքում եւս մեկ նորույթ մտցրեց մեր մշակույթի մեջ, Գյումրու մշակույթի մեջ։ Ես ասեմ, որ երբ որ ես գնում եի Երևան հարաբերքների որևէ ռեստորանում, ասենք Կովկաս ռեստորանում, Բելաջո ռեստորանում շատ եմ եղել, ես տեսնում եի, որ մի քանի ընտանիքներ նույն դալիճում նստած իրար հետ քեֆ էին անում, ուրախանում էին, նույն դալիճում տոնում էին մի քանի ծնունդներ, նշանադրության արարողություններ եւ գալիս էի Գյումրի եւ մտածում ինչու մեր քաղաքում չստեղծել նման մթնոլորտ։ Եվ մի ծագեց հենց այդ ժամանակ 2019 թվականին մենք բացեցինք Անի ռեստորանը Աբովյան փողոցի վրա, որ այս 5 տարիների ընթացքում, 4-5 տարիների ընթացքում շատ բարձր ռեյտինգ ունեցավ։ Ես Արման Դավթյանն եմ, սովորում եմ մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժնում, ապագա պարուսից մանկավարժներ ենք եւ հյուրընկալել ենք ձեր ռեստորան։ Ես Էլեն Սանամյանն եմ, Արմանին կրկնօրինակ եմ, ապագա պարուսից մանկավարժ, մենք ներկայացնում ենք մանկավարժական համալսարանը, տեղափոխվել ենք արդեն 3-րդ կուրս, այցելել ենք Գյումրի, առաջին անգամ ենք գտնվում այս ռեստորանում ու շատ գոհ ենք թե սպասարկումից, թե անձնակազմից, թե ընդհանուր սնունդից, կարծում եմ նորից կհանդիպենք։ Իմիջիալոցը նախինում եղել է Պլինջեգանոց մեր քաղաքում, որ եղել է մեր շատ լեգենդար դերասան, մեր արտիստ Ֆրունզիկ Մրճյանի սիրած վայրը։ Մենք սա նույնպես հաշվի առանք եւ սկսեցինք շինարարությունը 2019 թվականին ավարտեցինք այդ շինարարությունը մոտ 1 տարի տևեց։ Ամբողջովին ձևափոխվեց ինտերիերը եւ այլն եւ այլն։ Եվ փորձեցինք մաքսիմալ պահել իր այս կոլորիտը, այս հնությունը, այս իր հին ավանդույթները եւ ինչպես նկատում եք պատերին ամբողջ ռեստորանով մեկ մի մասը լրիվ մեր Ֆրունզիկի նկարներն են, մի մասը Գյումրուհին, մինչև 1890 թվականից նկար ունենք, Հրիչկով փողոցը ներկա պահին Կայարանի շենքը եւ այս ամեն ինչը պատկերացրել եք, որ իր արդյունքը տվեց աշխատելուց հետո։ Քաղաք մուտք գործած ցանկացած երկրից, լինի Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ցանկացած երկրից եկած տուրիստերին առաջինը բերում էին մեր մոտ, մեր ռեստորան, ինչի համար նախ ուտեստները։ Ինչ ուտեստներ ունենք այստեղ, լրիվ ավանդական է, Գյումրեցու քիմքին հարիր ուտեստներ ենք մենք պատրաստում այստեղ, որովհետեւ ասենք տուրիստներին էլ մեր մատուցողների, բարմենի մենեջերի միջոցով տուրիստներին ներկայացնում ենք, թե սա ինչ ուտելիք է, որ թվականից է սկսվել է ուտելիքը, որ տարից է սկսվել է ուտելիքը, ինչու է գյումրեցիները, ինչի գյումրեցիները սենք այս ուտելիքն են կերել, մենք ասում ենք փորձեք եւ ինքներդ կտեսնեք ինչի համար է գեղեցիկ ու համով այս ուտելիքները եւ իրականում ճաշակելուց հետո, ճաշատեսակները ճաշակելուց հետո բոլորը միաբերան ասում են, որ դե գյումրեցիները համիզգացում ունեցող մարդիկ են, այսպես ասած։ Եվ մենք էլ ոնց որ պետք է ներկայացնում ենք, որ գյումրեցիները հյուրասեր ժողովուրդ են, միշտ եղել մինչև հիմա էլ կան, իրանց բերանի համը, այսպես ասած, էլի Գյումրու բարբարով ասած բերանի համը միշտ տեղն է եւ համով ուտելիքների եւ համով խմիչքների առումով։ Եվ ինչով է տարբերվում այս ռեստորանը մյուս ռեստորաններից, սա էլ ասեմ, որ ավելի պարզ լինի մեր հետևորդներին։ Ուրեմն ամենահասարակ օրինակը բերեմ, որ այստեղի հացը, օրինակ, մեր
լրիվ տարբերում է բոլորից, որտեղ մենք չունենք ավանդական սոմին, չունենք մյուս հրազդան կամ եւ այլն։ Մենք թխում ենք մեր հացը, մենք մեր լավաշը, մեր փոկոն եւ լավաշ ենք տալիս միայն։ Ուրիշ ոչ մի բան, որովհետեւ այդ ճաշատեսակներ ունենք, որ երկու հացի տեսակներն էլ հարիր են այս ճաշատեսակներին, ավելի ու շատ համեղ է։ Ունենք նաև մի ճաշատեսակ, որը այսօր վերացել է Գյումրիից, բայց մենք ունենք, դա մեր լեզվով ասած, գյումրեցու լեզվով ասած քրճիգն է։ Այո, եւ մի անգամ Երևանից մենք հյուրեր ունենք, սա կարող եմ այդ օրինակը բերել, որ ոչ իմաստ չէր հավատում, որ մենք այդ ճաշատեսակը պահում ենք իսկական։ Երևանցիները մտան իմանալով, մտել էին իմանալով պատահական, մի 11-12 հոգի էին երևի, եթե չեմ սխալվում, եւ իրենք ասեցին, որ մենք քրճիկ ենք ուզում ուտել, ոչ մի խնդիր։ Ու զարմացան իրենք, թե ոչ մի խնդիր, դուք ունեք այդ ճաշատեսակը, ասենք այո, թե բերեք, բերեցինք ու մարդիկ մեր քրքի մեջ գրեցին, որ հալալ է, որ ինչ որ կա մեր մենյուի մեջ, այս մեր ճաշատեսակների մեջ գյումրեցու, մենք բոլոր տեսակներից ունենք։ Այնպես որ սենք անակնկալի չենք գալիս էլի այդ տուրիստների գալով։ Ես ապացուցեցի, որ մեր քաղաքը, մեր գյումրեցիները մագարտակով շատ բարձր են, իրենք էլ կարող են այսպես տեղ, այսօր մենք մի օրվա մեջ, օրինակ օրերը լինում, որ նույն օրվա մեջ ունենում ենք 3 ծնունդ, 2 նշանադրության հարարողություն, նույն տեղը տարբեր մարդիկ։ Եվ երբ որ արդեն գալիս է մոտարապես մեջտեղի մասը, խնջույքի մեջտեղի մասը, դառնում են մի ընդանուր ասք, այսպես ասեմ, մի ընդանուր ասք, մեկը մյուսին շնորհավորելով, մեկը մյուսի տորտից օգտվելով եւ այլն։ Այ սա է մագարտակը, ես օրինակ մտածում եմ, որ սա է մագարտակը, քանի որ այսօր սա ինքսի տեղի, որ բոլորի աչքի առաջ է անին։ Աբագիները, իր աբզորը եւ այլն տեսանելիությունը շատ բարձր է։ Չկա այն մտավախությունը, որ առաջներում կար, որ մարդ իր ընտանիքի հետ կնուր միտեղ հացուելը անպայման ասում էր առանձնասենյակ լինի, որ ինձ խանգարող չլինի եւ այլն։ Մենք ապացուցեցինք, բոլորին ապացուցեցինք, որ սա է ամենաճիշտ ձևը աշխատացնելու ճիշտ եւ անվտանգ։ Երաժշտության մասին առանձին ուզում եմ խոսել, դրա համար մինչև այս պահը ես չասեցի, երաժշտախումբը հավաքել եմ ես ինքս։ Առանձին մեր տղաներին, բոլորին ես ճանաչում էի այն ժամանակ, հասկանալով, գիտենալով, որ իրենք տաղանդավոր երաժիշտներ են, ամեն մեկը իր հերթին, ես հավաքեցի, խորհրդակցեցինք իրար հետ, երաժիշտների հետ, խորհուրդ տվեցի դառնալ խումբ, ընդհանուր անի ռեստորանի, անի բենդը դառնալ, այսպես ասենք, մեր այսօրվա ժամանակակից լեզվով ասած, եւ դա ստացվեց, պատկերացրեք, այսօր անիում ֆոլկլորային երաժշտություն է հայկական, բայց որի մեջ մենք օգտագործում ենք նաեւ հին հայկական գործիքներից մեկը, թառը, հաճախորդների բավականին տոկոս ունենք, որոնք հատուկ գալիս են այս երաժշտությունը լսելու համար։ Դա էլ պետք է խոստովանեմ ասեմ, որ միայն այն չէ, որ հացն է լավ բարձր մագարտակի համով է նաև երաժշտությունը շատ։ Ջեմ ռեստորանը եւս դարձավ այդ տեսակներից մեկը, որը այսօր ջեմ ռեստորանում նույնպես այսօր օրերը լինում, որ նույն օրվա մեջ 3-4 ծնունդներ են տոնում մարդիկ։ Այս ռեստորան ունի 3 սրահ։ Այս առաջի սրահն համարում է այս սրահը, որը հիմնականում սա կոչվում է ռեստորանային սրահ, այսինքն մարդիկ եկել են այստեղ հաց ուտելու լանչի ցերեկվա ժամերին, այսինքն առավոտյան ժամերին կամ երեկոյան, եւ ինքը հիմնականում համարվում է ընտանեկան ռեստորան։ Այդ միանշանակ է։ Երկրորդ սրահը համարվում է մեր երաժշտական սրահը, այսինքն ինքը համերգային սրահ է, հիմնականում համարվում։ Այստեղ էլ կարող են միջոցառումներ անցկացնել, նույն ֆորմատի միջոցառումներ անցկացնել, քանի որ բեմը դեմն է, օրինակ այս սրահի, այստեղ հիմնականում պետք է կան այդ գեղեցիկ երաժշտությունը լսելու։ Եվ երրորդ սրահը, բարի սրահն է, սա համարվում, այստեղ զապաստեր ենք թողել, լրացուցիչներ ենք թողել, մարդիկ եթե նեղված ինչ-որ բան ապարելուց կամ ուրախանալուց, այստեղ սկանտերը կարող են օգտագործել որպես պարասրահ։
Չեմ ռեստորանի ստեղծումից հետո մենք հիմա նոր մտքեր ունենք, նոր ծրագրեր ունենք այս բիզնեսին զարգացում տալու, դեպի առաջ գնալու համար։ Եվ իմիջիայլոց ասեմ, որ մեր բիզնեսի մեջ 3 ռեստորանների մեջ են ես մշակել եմ մի քնային քաղաքականություն, որը մեր ժողովուրդը ընդունել է շատ տրական։ Այսօր շատերը լսում եմ դրսում, որ համեմատում են շատ ու շատ ռեստորանների հետ եւ ասում են, որ ամենաբարձրակարգ ռեստորանները Անի եւ Չեմ ռեստորաններն են համարվում, բարձրակարգ ռեստորաններից մեկը, որտեղ շատ բարձր կարգի սնունդ են տալիս, բայց նաեւ քնային քաղաքականությունը շատ հարմար է մարդկանց կրբանին։ Մեր բիզնեսի մասին կարող եմ ասել այսքանը, շատ լավ խոհարարական խումբ ունենք, բոլոր ռեստորաններում բարձր կարգի խոհարարներ ունենք, բարձր կարգի մատուցողներ ունենք, բարմեններ եւ մենեջերներ ունենք, որոնք պրոֆեսիոնալ կարող եմ համարել բոլորին։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, կարող եմ բոլորիդ հրավիրել Չեմ ռեստորան, Անի ռեստորան եւ Տվին ռեստորան եւ ինքներդ կարող եք տեսնել այս ամեն ինչ, որ ես այսօր ցես ներկայացրեցի։ Այսքանը։